Շարունակում է առավոտ լուսո weekend-ը եւ մեր թեման է այսօրվա հղիությունը։ Եվ հղիության ընթացքում կնոջ մոտ տեղի են ունենում փոփոխություններ թե ֆիզիոլոգիական եւ թե հոգեբանական։ Այո, հղիության հոգեբանական կողմի մասին զրուցելու ենք կլինիկական հոգեբան եւ հոգեթերապևտ Նաիրա Կարապետյանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս։ Նաիրա, ինչպես է հղիությունը հոգեբանական առումով փոխում կնոջ կյանքը։ Առհասարակ հղիության լուրը շրջադարձային եւ շատ մեծ անցումային փուլ է ցանկացած կնոջ կյանքում, քանի որ գրեթե մեկ օրում կնոջ կյանքը ամբողջովին փոխվում է, սկսված քնի ռեժիմից մինչեւ ինքնությունը կնոջ, շատ դեպքերում մայրությունը կարող է հասարակության կողմից ընկալվել որպես երջանկություն, բայց երբեմն այնպես է ստացվում, որ լուրը իմանալուց հետո կինը ոչ միայն ուրախություն է զգում, այլ նաև վախ, շփոթմունք, կարող է նույնիսկ տագնապ զգալ եւ դա լրիվ բնական է, հետեւաբար մենք չպիտի մոռանանք, որ նաև հղիության ընթացքում կինը անցնում է հորմոնալ, ֆիզիկական եւ հոգեբանական շատ մեծ վերափոխման միջոցով եւ բնական է, որ դա մեծ հոգեբանական ազդեցություն նույնպես ունենալու է։ Իսկ տարբերություն կա պլանավորված հղիության եւ չպլանավորված հղիության մեջ։ Այո, եւ բավականին մեծ տարբերություն կա, եթե պլանավորված հղիության դեպքում կինը ինչ որ չափով իրեն պատկերացրել է արդեն որպես մայր, մտածել է այդ մասին, հոգեբանորեն պատրաստ է, ապա չպլանավորված հղիության լուրը իմանալուց հետո կինը կարող է մի քիչ երկակի էմոցիաներ ունենալ, եւ ուրախություն, եւ ինչպես նշեցի, վախ, հուզմունք, եւ այս երկակի մտքերը կարող են առաջացնել նաեւ ինչ որ չափով մեղքի զգացողություն, ինչը նույնպես այս փուլում նորմալ է։ Հետեւաբար, եթե հղիությունը չպլանավորված է, սովորաբար մի փոքր ավելի երկար ժամանակ է պահանջվում, որ կինը ադապտացվի ու ընկալի նորությունը ու նոր իրականությունը, այո։ Խոսեցիք նաև հորմոնալ փոփոխությունների մասին, ինչ փոփոխություններ են դրանք եւ ինչպես են անդրադառնում ընդհանուր հոգեբանական վիճակի տրամադրության վրա օրինակ։ Այո, հորմոնալ փոփոխությունները հատկապես հանդիպում են հղիության առաջին եռամսյակում, զգալի աճ է ունենում պրոգեստերոնը, էստրոգենները եւ այս պատասխանատու են այո, որոնք պատասխանատու են գլխուղեղի էմոցիոնալ կեղևի վրա եւ բնական է, որ այս փուլում կինը դառնում է շատ էմոցիոնալ, շատ զգայուն, շատ զգացմունքային, կարող է հեշտ հուզվել, հեշտ լաց լինել, բռնկվել, բայց միայն հորմոնները չեն, որ ազդում են, հորմոնները իրենց հերթին, բայց կապ ունի նաև թե ինչ իրավիճակում է օրինակ կինը ապրում ընտանեկան հարաբերությունները, եթե աշխատում է աշխատանքային միջավայրը, հետեւաբար այո, շատ լուրջ հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում կնոջ օրգանիզմում։ Առաջին հղիությունը եւ հաջորդ հղիությունները արդյոք նույն կերպ են ընթանում։ Սովորաբար առաջին հղիության դեպքում նորմալ է, որ ավելի շատ կա անորոշություն, կինը բնական է չգիտի ինչ սպասի, առաջին անգամ է ծննդաբերելու, առաջին անգամ է անցնում այդ բոլոր ֆիզիոլոգիական process-ների միջով, բայց հորմոնալ առումով կարծես թե նույն Հորմոնալ առումով բնական է, որ առաջին ու վերջին եռամսյակում լինելու են կտրուկ փոփոխություններ։ Երկրորդ հղիության դեպքում կամ հաջորդ հղիությունների դեպքում կինը ավելի վստահ է լինում, ավելի հանգիստ է լինում, որովհետև գիտի իրեն ինչ է սպասվում։ Բայց շատ հետաքրքիր այն է, որ շատ դեպքերում երկրորդ հղիությունը կարող է ավելի բարդ լինել, բարդ տրվել կնոջը, որովհետև արդեն կա առաջին երեխան, եւ կինը ոչ միայն պիտի հղիության ընթացքում հոգ տանի իր մասին, մտածի հղիության մասին, այլ նաեւ զբաղվի իր առաջնեկով, հետագայում էլ բնականաբար պատասխանատվությունը եւ հոգսերը ավելի շատ են լինելու այդ տեսանկյունից, հետեւաբար մենք չենք կարող առանձնացնել եւ առաջին եւ երկրորդ հղիությունների դեպքում կարող են լինել դժվարություններ ու Նաև ուզում եմ առանձնացնել մի շատ կարևոր բան, եթե նախկինում, կինը ունեցել է ծննդաբերության կորուստ, հղիության կորուստ կամ բարդ ծննդաբերություն, բնական է, որ երկրորդ հղիությունը մի քիչ կարող է սրել այս բոլոր վախերը։ Բայց այնուամենայնիվ ինչքան էլ գիտես թե ինչ է սպասվում քեզ հետագայում, թե առաջինը, երկրորդը, երրորդը, չգիտեմ, չորրորդը, միևնույն է այդ հորմոնալ խնդիրները գալիս են առաջ եւ գլուխ են բարձրացնում։ Այո, որովհետև հորմոնները եւ մեր էմոցիոնալ աշխարհը ու հոգեբանությունը փոխկապակցված են, մեկը մյուսի վրա իսկապես ազդում է։ Իսկ ինչ վախեր եւ մասնավորապես ինչ կպչուն մտքեր են առաջանում հղիության ընթացքում եւ որտեղից են դրանք հայտնվում։ Սա շատ կարևոր հարց է, որի մասին իրականում շատ կանայք ամաչում են խոսել։
Եթե ծննդաբերությունից հետո կինը մի փոքր բնույթով տագնապային է, իր մոտ կարող են սրվել մտքեր կապված երեխայի անվտանգության շուրջ։ Իրականում շատերը չեն բարձրաձայնում այդ մտքերը, բայց իրենք ավելի տարածված են, քան մենք կարծում ենք։ Շատ այցելուներ պատմում են, որ երեխայի ծնվելուց հետո գլխում կարող են առաջանալ շատ վախեցնող մտքեր. ինչ կլինի, եթե երեխայիս միամիտ վնասեմ, ինչ կլինի, եթե միամիտ գրկիցս ընկնի։ Եվ երբեմն այս մտքերին ավելանում են որոշակի պաշտպանական գործողություններ, կինը փորձում է իր վարքով կանխել այս ամեն ինչ, այդ սարսափելի մտքերը, որոնք իր գլխում առաջանում են, օրինակ պահել սուր իրերը, երեխային գրկած պատուհանի մոտով չանցնել, չկերակրել կամ գիշերը չկերակրել, որովհետև շատ տարածված միտք կա մայրիկների մոտ, որ հնարավոր է քնեմ կերակրելիս, եւ այս մտքերը երբեմն ինչքան շատ է կինը փորձում վերահսկել, վանել, այնքան դրանք հաճախ վերադառնում են։ Հետևաբար երբեմն նաև օբսեսիվ կոմպուլսիվ խանգարման դեպքում, ինչպես մենք տեսնում ենք, այնպես էլ այստեղ կարող են գործողությունները արդեն կրկնվել։ Կինը խուսափի երեխայի հետ միայնակ մնալ, կասկածի տակ դնել արդեն իր ադեկվատությունը ու շատ հաճախ չխոսել այս մասին։ Բայց ես ուզում եմ, որ մեզ լսող կանայք հասկանան, որ այս մտքերը դեռ չեն նշանակում, որ դուք վնասելու եք ձեր երեխային։ Ընդհակառակը, սա նշանակում է, որ դուք չափից շատ եք վախենում իրան վնասել եւ այս մտքերի հետ պետք է աշխատել, միայնակ չմնալ այս մտքերի հետ եւ դիմել մասնագիտական օգնության, դրանք հաղթահարելի են, եթե կինը հասկանում է, թե որտեղից են դրանք ծագում։ Որոնք են նախածննդյան դեպրեսիայի այդ հիմնական պատճառները եւ ախտանշանները։ Իրականում նախածննդյան դեպրեսիան առաջանում է մի քանի գործոնների համադրության արդյունքում։ Դա մի գործոն չէ։ Գործոններից առաջինը կարող է լինել, եթե հղիությունը պլանավորված չէ կամ անսպասելի է կնոջ համար։ Մեկ այլ գործոն կարող է լինել, եթե տվյալ պահին հարաբերություններում եղել են խնդիրներ, կամ ինչպես նշեցի նախորդ փորձը, եթե տրավմատիկ է եղել, բնական է, որ այդ լուրը կարող է մի քիչ շոկային լինել կնոջ համար։ Եվս մի գործոն կարող է լինել այն, որ կինը կարող է պատրաստ չլինել առհասարակ մայրությանը։ Հետևաբար կլինիկական առումով մենք որպես դեպրեսիա ուշադրություն ենք դարձնում մի քանի ախտանշանների, բայց այդ ախտանշանները պետք է պահպանվեն 2 շաբաթ եւ ավելի, որովհետեւ այն նշանները, որոնք որ գրված են համացանցում, գրականության մեջ կամ որոնք ես այսօր կնշեմ, այդ նշանները, որ բոլոր հղիները կամ առհասարակ նոր ծննդաբերած մայրիկները կարդան, իրենց դիագնոզ կանեն դեպրեսիա։ Բայց ոչ, մենք այս նշանների հետ գործ ունենալուց շատ կարևոր կրիտերիաների պիտի ուշադրություն դարձնենք, որոնցից մեկը դա որոշակի մնայուն վիճակն է, այսինքն նշանները պահպանվում են 2 շաբաթ եւ ավելի եւ դրանք չեն նվազում, այսինքն ժամանակի հետ խորանում են։ Նշանների առումով առաջին ամենակարևոր նշանը, որը որ ցածր տրամադրությունից առանձնացնում է դեպրեսիան, դա անգեդոնիան է կամ հաճույքի կորուստը, այսինքն այն ամենը, ինչը կնոջը նախկինում ուրախացնում էր, հաճույք էր պատճառում, կարող է ուղղակի էլ ուրախություն չպարգևել։ Եվ սա այն կարևոր դիֆերենցիալ գիծն է, որը մենք պիտի հասկանանք ու պիտի ուշադրություն դարձնենք։ Ունենում է կինը նաև ախորժակի փոփոխություններ, ախորժակը կարող է կամ մեծանալ կամ ընդհակառակը բացակայել, քնի փոփոխություններ, տրամադրության անկում կամ էմոցիոնալ տատանումներ կարող են հանդիպել։ Այս բոլորը նախածննդյան դեպրեսիայի նախանշանները կամ նշաններն են, որոնք կյանքում մի քիչ ավելի փափուկ ձևով են բնականաբար դրսևորվում։ Մենք խոսեցինք նախածննդյան դեպրեսիայի մասին, բայց շատ ավելի կարևոր է խոսել հետծննդյան դեպրեսիայի մասին, որովհետև սա ավելի մեծ տարածում ունի հետծննդյան դեպրեսիան եւ որոնք են ամենակարևոր պատճառները։ Ամենադժվար բանը երևի թե նոր ծննդաբերած մայրիկի համար դա գիշերը չքնելն է։ Եվ հենց այդտեղից էլ միգուցե գալիս են այդ հետծննդյան դեպրեսիայի ախտանշանները։ Այո, կան հետազոտություններ, որոնք ապացուցել են կապը քնի բացակայության կամ քնի պակասի ու առհասարակ դեպրեսիայի զարգացման։
Եթե այսպես նայենք հետծնդաբերական դեպրեսիան առաջանում է ոչ միայն հենց երեխայի ծնվելուց հետո, այլ նաև կարող է ի հայտ գալ ամիսներ եւ նույնիսկ տարիներ անց ինչու։ Որովհետև շատ կանայք կարող են հենց այդ փուլում հավաքել իրենց բոլոր ուժերը, նվիրվել երեխային, իդեալական խնամել, այդ ընթացքում համ իրենց խնամեն, համ տան գործերով զբաղվեն եւ իսկապես հասցնեն ամեն ինչ կատարյալ ձևով եւ երբ երեխան մի քիչ մեծանում է, ադապտացվում է կյանքին, ինքնուրույնանում է, ինչ որ պահի կնոջ ուժերը կարող են սպառվել։ Սա նշանակում է, որ կինը իր ռեսուրսների հաշվին է ապրել, այսինքն ճիշտ ժամանակին կանգ չի առել, ճիշտ ժամանակին չի վերականգնվել եւ արդյունքում մենք ունենում ենք դեպրեսիվ վիճակ, այսինքն ես ուզում եմ բոլորը սա իմանան, որ դեպրեսիան դա գրիպի նման ինչ-որ հիվանդություն չի, որով մենք մի օր հանկարծակի վարակվում ենք։ Դա միշտ որոշակի կուտակային ստրեսի արդյունք է, երբ որ դու երկար ժամանակ ուղղակի ապրում ես քո հնարավորությունների սահմանագծին։ Երբ է պետք դիմել այդ օգնությանը եւ ինչպիսին է Հայաստանում վիճակագրությունը հոգեբանի դիմելու, մասնավորապես այս պարագայում հղի կանանց դեպքում։ Իրականում դիմել պետք է այն ժամանակ, երբ որ արդեն այս բոլոր սիմպտոմները ազդում են կյանքի վրա, կնոջ կյանքի որակի վրա, իր առօրյայի վրա եւ առօրյայի բոլոր ոլորտները գրավում են, այսինքն մինիմալ հիգիենայով զբաղվելը, մինիմալ սնվելը երբեմն կնոջ համար կարող է շատ բարդ կամ անհնարին գործողություն թվալ։ Այս դեպքերում իսկապես անհրաժեշտ է մտածել դիմել մասնագետի, որովհետեւ որքան շուտ կինը սկսի արտահայտվել, խոսել, զբաղվել իր հոգեկան առողջությամբ, այնքան հեշտությամբ նա կարող է վերականգնվել ու հաղթահարել այս վիճակը։ Մենք միանգամից խոսեցինք, թե երբ է պետք դիմել մասնագետի, բայց նաև խոսենք, թե որքանով է կարևոր կնոջ ընտանիքի անդամների ներգրավվածությունը, ընկերների, ամուսնու։ Այո, դա շատ կարևոր է, որովհետև նոր ծննդաբերած մայրիկը կամ հղի կինը ուղիղ կապված է իր էմոցիոնալ զգայական վիճակով հենց ընտանիքից ու միջավայրից, որտեղ նա ապրում է։ Եվ շատ կարևոր է, որ կինը եւ հղիության շրջանում, եւ ծննդաբերությունից հետո զգա, որ իր կողքին կան հասկացող, լսող, համբերատար մարդիկ, ովքեր պատրաստ են լսել, աջակցել, կիսել պատասխանատվություն, դա շատ կարևոր է։ Հատկապես ամուսնու դերն էլ է կարևոր, չնայած շատ հետազոտություններ կան, որոնք ապացուցել են, որ հայրիկները նույնպես ամեն 8-րդ եւ 10-րդ հայրիկը կարող է ունենալ դեպրեսիա, էլի պայմանավորված անքուն գիշերներով, պլյուս պատասխանատվությունը կարող է շատանալ, ֆինանսական հարցերով պետք է զբաղվի, հետեւաբար տղամարդիկ նույնպես ապահովագրված չեն դեպրեսիայից։ Ինչպես կանխարգելել այս ամեն ինչը։ Նախածննդյան, հետծննդյան դեպրեսիաները ինչպես հասկանալ եւ որոնք են այդ մեթոդները, որ հարցը չհասնի դեպրեսիային։ Լիարժեք կանխարգելել կամ կանխատեսել այդքանն էլ հեշտ չէ, բայց բնականաբար կան որոշակի հոգեբանական, պաշտպանական միջոցներ, որոնք կարևոր է պահպանել։ Դա իհարկե հանգստի ռեժիմն է որոշակի եւ իրատեսական սպասելիքները առհասարակ մայրությունից, որովհետեւ կան ծայրահեղություններ, կան կանայք, ովքեր շատ ծայրահեղ բարդ են պատկերացնում մայրությունը, եւ կան կանայք էլ, որ ծայրահեղ բարդագույն ակնոցներով կարող են նայել process-ին, բայց իրականում մայրությունը ոչ միայն երջանկությամբ, այլ նաև հոգնեցնող կարող է լինել, վախեցնող կարող է լինել, դժվար կարող է լինել եւ եթե մենք ավելի իրատեսական սպասելիքներ ենք ունենում, այնքան ավելի հեշտ ենք անցնում այս փոփոխությունների միջով եւ հեշտ ենք ադապտացվում։ Ըստ ձեզ, լավ մայր լինում են, թե դառնում են։ Ինձ թվում է դա process է, մենք չենք կարող մեզնից պահանջել այդ չափանիշներին համապատասխանել, որովհետև իմ մոտ հարց առաջացավ, ով է լավ մայրը, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի լավ մայրիկի իր պատկերացումները։ Հետևաբար ինձ թվում է մայրությունը process է, իսկապես շատ մեծ աշխատանք է, որովհետև կինը իսկապես մի քանի դերեր է իր վրա միանգամից վերցնում, իսկ մի քանի դեր կատարելը բավականին բարդ է։ Ինչպես անել, որ ծննդաբերությունից եւ երեխա ունենալուց հետո կինն առաջին հերթին շարունակի ինքն իրեն սիրել եւ փոխհարաբերությունների ու սիրո մեջ չտարալուծվի։ Ինձ թվում է այստեղ արժեհամակարգի հարց է եւ առաջնահերթությունների։ Եթե առհասարակ մենք հակված ենք առաջին տեղում մեր կյանքի դնել մի բան, որը որ մենք չենք,
չի բխում մեզնից, ժամանակի ընթացքում մենք դա իմաստավորելու ենք, հա, դա կլինի աշխատանքը, դա կլինի քո ամուսինը, դա կլինի քո երեխան, կապ չունի։ Ու ժամանակի ընթացքում բնական է, որ արտաքին գործոնները, որոնց վրա մենք հենվում ենք, դրանք մնայուն չեն, դրանք միշտ փոփոխվում են, ստատիկ չեն։ Եվ շատ դեպքերում, եթե մեր կյանքի իմաստը դառնում է մեր երեխան, ու երեխան աստիճանաբար ժամանակի ընթացքում մեծանում է, լրիվ նորմալ է, որ մենք դրանից հետո զգալու ենք դատարկություն։ Հետևաբար, այստեղ աշխատում է ինքնաթիռի կանոնը, ինքնաթիռում, հա, որտեղ առաջինը դու պիտի շնչադիմակը դու հագնես, որպեսզի դու ունենաս բավականաչափ թթվածին, որ փրկես քո երեխայի կյանքը, նույն օրենքը ինձ թվում է այստեղ է գործում։ Եվ այս խնդիրների մեջ որքանով է կարևոր, որպեսզի կինը չմոռանա ինքնախնամքի մասին։ Դա շատ կարևոր է իսկապես, որովհետև եթե կինը կարողանում է ճիշտ բաշխել իր պատասխանատվությունը եւ հոգսերը, կարողանում է նաեւ ժամանակ գտնել իր համար։ Եթե այս տեսանկյունից նայենք, որ էմոցիոնալ առումով մաման ու երեխան շատ կապված են, իրենք ինչ որ սիմբիոզում են, եթե մենք ուզում ենք հոգ տանել երեխայի մասին, պիտի սկսենք հոգ տանել կնոջ մասին։ Ամեն ինչ սկսվում է այստեղից։ Նրանք շատ կապված են։ Մաման հանգիստ քնում է, երեխան էլ է հանգիստ քնում։ Մաման անհանգիստ է, երեխան էլ է լավ։ Այո, այդ էմոցիոնալ դաշտը միանգամից փոխանցվում է երեխային։ Իսկ եթե երկրորդ կամ երրորդ հղիությունն է արդեն եւ տանը առաջնեկ կա եւ բնականաբար երեխային էլ է պետք նախապատրաստել, որովհետեւ նրա կյանքում էլ է սա առաջին անգամ տեղի ունենում, քույրիկ կամ եղբայր է գալիս, սովորաբար առաջին ռեակցիան, հա, խանդն է, հա։ Ինչպես նախապատրաստել երեխային ճիշտ ձևով, որ ամեն ինչ լինի առողջ։ Թե խանդը միշտ լինելու է։ Նայած թե երեխան քանի տարեկան է, բայց ժամանակի ընթացքում ինչքան ծնողը ավելի շատ է խոսում երեխայի հետ, բացատրում է, որ գիտես դու հիմա փոքր քուրիկ կամ ապերիկ ես ունենալու։ Եվ ներգրաված է պահում երեխային։ Այո, օրինակ անունի ընտրության մեջ, արի անուն ընտրենք, արի որոշենք, հա, ոնց ես խաղալու, ինչ ես, այսինքն երեխաները իսկապես նույնիսկ շատ սիրով սպասում են։ Ամեն ինչ իսկապես կախված է հենց ծնողներից, ինչպես ծնողը կխոսի, ինչպես ծնողը կնախապատրաստի երեխային, ու իհարկե ժամանակի ընթացքում այս ամենը կարգավորվում է, երեխաները կարող են միմյանց հետ եւ շփվել եւ նույնիսկ իրար օգնել, երեխան ժամանակի ընթացքում ադապտացվում է այս նորությանը։ Գիտեք, մենք խոսեցինք, որ երեխաների մոտ է խանդ լինում, երբ երկրորդ երեխան է գալիս լույս աշխարհ, բայց նաեւ առաջնեկի դեպքում էլ լինում են, երբ հայրիկներն են սկսում խանդել։ Այո։ Շատ տարածված երևույթ է, որը սկզբից թվում է, թե ոնց կարող է հայրիկը խանդել, բայց արի ուտես, որ լինում են դեպքեր։ Բան եք ասում։ Այո, դա նույնպես շատ տարածված երևույթ է, որովհետև մինչ այդ ընտանիքում եղել են երկուսը եւ տղամարդը ստացել է կնոջից որոշակի քանակությամբ ուշադրություն։ Երեխայի ծնվելուց հետո կինը կարող է բնականաբար արդեն բաշխել իր ուշադրությունը, հոգսերը եւ երեխան է հայտնվում առաջին պլանում։ Եվ կա նաեւ կապ, թե ինչու են հենց տղամարդիկ ունենում հետծննդաբերական դեպրեսիա երեխայի ծնվելուց հետո, որովհետև ձեր նշած գործոն իսկապես ուղիղ ազդեցություն ունի։ Այո։ Պետք է ուշադիր լինել եւ մայրիկներին եւ հայրիկներին երեխայի ծնվելուց հետո։ Պետք է ուշադիր լինել կարծես բոլորին։ Բոլորին, այո, շուրջ բոլորը։ Այո։ Եվ ամենակարևորը վերջում ձեր խորհուրդը մեր ապագա մայրիկներին եւ հայրիկներին։ Իմ ամենակարևոր խորհուրդը կլինի հիշել, որ երբ երեխա է ծնվում ընտանիքում, ոչ թե ծնվում է միայն նոր մարդ, այլ ծնվում է նոր մայր եւ նոր հայր։ Եվ սա շատ գլոբալ փոփոխություն է ու երեխայի կողքին ոչ միայն հայտնվում է մայր, այլ նաեւ կին, ով հենց նոր անցել է մի շարք ֆիզիկական, հոգեբանական, հորմոնալ փոփոխությունների միջով ունի ուշադրության, հասկացման, լսելու կարիք։ Մայրիկներին կասեմ, մի պահանջեք ձեզնից լինել իդեալական, դուք կարող եք այս process-ում հոգնել, բարկանալ, շփոթվել, ինչ-որ բաների չհասկանալ, թե դուք ինչ եք ուզում, եւ այս ամենը իսկապես նորմալ է, բնական է, process-ին համապատասխան է։ Եվ ամենակարևորը բոլորն են անցնում այս process-ով։ Այո, բայց հայրիկներին
Դա մխիթարում է, որովհետև երբեմն երբ որ մենք խնդիր ունենք, մեզ թվում է, որ միայն մենք ենք այդպես տառապում, միայն մենք ենք, որ տենց նեղվում ենք, բայց երբ հասկանում ենք, որ մենք միայնակ չենք, որ էլի կան մարդիկ, ովքեր անցնում են այս ամենի միջով, սա իսկապես շատ օգնում է եւ թերապևտիկ ազդեցություն է ունենում։ Ասելիք ունեմ նաեւ հայրիկներին, որ ձեր օգնությունը միայն նյութականը չէ կամ ֆիզիկական օգնությունը չէ։ Ձեր օգնությունը նաեւ էմոցիոնալ հասանելի լինելը կնոջ կյանքում, լսելը, հասկանալը, կիսելը, պատասխանատվությունը, ասելիք ունեմ նաև հարազատներին, հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչներին, որ օգնությունը այս դեպքում միայն խորհուրդներ տալը չէ, միայն գնահատականներ տալը չէ, նվերներ բերելը չէ, աջակցությունը նաև չխանգարելն է, չտալ ավելորդ խորհուրդներ, եթե ձեզ չեն խնդրել եւ թույլ տալ երիտասարդ մայրիկին ու հայրիկին աստիճանաբար սովորել իրենց դերին, ընտելանալ, այսինքն սխալների միջոցով է դա երբեմն լինում, ու իհարկե չտալ այդ շատ ճնշող խնամքը, որովհետև երբեմն սա էլ կարող է խանգարել։ Շնորհակալություն այս կարևոր զրույցի համար։ Ժոզալեմ, շնորհակալ։ Շնորհակալություն Նաիրա, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվում ենք առաջ